Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում հարցազրույցն է, տաղավարում ես այսօր զրուցել եմ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանի հետ։ Պարոն Մեսրոպյան, բարև ձեզ։ Շնորհակալ եմ իմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Մեսրոպյան, երբ պատրաստվում էի այս հարցազրույցին, թերթում էի ձեր Facebook-յան էջը եւ ձեր գրառումներն էի հերթական անգամ միգուցե ընթերցում եւ այնտեղ մի հետաքրքիր ձևակերպման հանդիպեցի, ասում եք, որ պետությանը երկիրը մորթողներն են, միահամուռ մորթողներն են հայ մտավորականները, հայ իշխանավորները, հայ ընդդիմադիրները, հայ հանրությունը, հայ օլիգարխները, հայ ծախվածները։ Տակնով մնաց։ Արծրուն Պեպանյանը լավ մի ձևակերպում ունի, ասում է ազգակիր հայեր։ Իրա գնահատմամբ ամբողջ հայության մեջ իրանք մոտ 60,000 են։ Սա ինչ գնահատական է։ Իսկ ովքեր են այդ մարդիկ։ Ես նրանք ովքեր թվարկեցին։ Արծրուն Պեպանյանն է դա ասել, բայց հիմա ես ուրիշ բան, արդեն գնահատակային բերեմ։ Որպեսզի ցանկացած համակարգ շանս ունենա դիմակայելու, գոնե դիմակայելու։ Այդ համակարգում առնվազն 10%-ը տարերը պետք է լինեն առողջ, համակարգի տարերը։ Համակարգի նկատի ունեք պետության, ժողովրդի։ Ցանկացած, որպեսզի շանս ունի դիմակայել։ Օրինակ, եթե 90%-ից ավել օրգանիզմը հիվանդ է, հավաքական իմաստով, ուրեմն եթե 10%-ից պակաս է առողջ, գրեթե շանս չկա օրգանիզմը փրկելու։ Դա համակարգերի տեսության տարբեր դրվագներ կան, հիմա ես չեմ ուզում իմ մասնագիտությունս բացեմ։ Տարբեր փորձնական հաշվարկներում ոչ ճշգրիտ մաթեմատիկական, այլ գնահատակային հաշվարկներում հայության շրջանում առողջների տարբեր կոմպոնենտներով առողջների տոկոսը 2.5%-ից քիչ է։ Այսինքն, երբ պահանջվում է 10%, իսկ մեզ մոտ 2.5%-ից քիչ, այսինքն 4 անգամ քիչ։ Այսինքն մեզ մոտ 4 անգամ մեր վիճակը անհույս է։ Սա համակարգերի տեսությունն է։ Համակարգերի տեսությունը խաղողապար չէ։ Հայերը ընդհանուր առմամբ ունեն մի քանի խնդիրներ մտածողության։ Մեկը իրենք բացարձակ չունեն համակարգային մտածելակերպ։ Սա ինչով է պայմանավորված, սրա ֆենոմենը ո՞րն է, այսինքն մեր պատմականորեն եկած խնդիրը։ Խնդիրը կայանում նրանում, որ 7-8 դար մենք չունենք ունեցել պետություն, բայց դա ունի ավելի վատ կողմը։ Մենք ապրել ենք ուրիշ կայսրության մեղմ ասեմ, հովանու ներքո։ Իսկ դա նշանակում է, որ մեզ մոտ չկա պետական մտածելակերպ, բ չկա համակարգային մտածելակերպ, գ, դ եւ այլն։ Օրինակ, գիտեք ոնց կարող եք իմանալ, որ մենք չունենք պետական համակարգային, ես էլ չեմ ասում կայսերական մտածելակերպ։ Մեր լրատվականը մեր գործիչների ելույթներ է։ Ու պատկերացրեք մի պահ, որ դուք կայսրություն եք, հա, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան եւ այլն։ Ու կողքից նայում եք Հայաստանի լրատվական դաշտից։
Մենք գիտեք ում ենք նմանվելու իրանց աչքերում, այդ կայսրությունների կամ Չինաստանի աչքերում։ Մի հատ խուլ գյուղի չոբանի շրջապատում ինչ որ հարց են քննարկում։ Պատկերացնում եք, ես որ նայում եմ մեր լրատվականը, հետնել ուսումնասիրում եմ աշխարհի լրատվականը, ինչ վերլուծական է այնտեղ, ես ամաչում եմ։ Ես դրա համար արդեն կես տարի չեմ հետևում, ոչ թե չեմ հետևում, չեմ մասնակցում մեր լրատվականներին, ինձ կանչում են այստեղ, այնտեղ, ես ոտս կախ եմ գցում, որտեղ adekvat մարդու համար մի քիչ շատ է պլինտուսի կամ շրիշակի մակարդակը մի քիչ շատ ցած է։ Շատ լավ, համակարգային մտածողության բացակայություն, հաջորդը պետական կամ ուրիշ բան ասեմ, որը դուք կժպտաք, կայսերական մտածելակերպի բացակայություն։ Դա օբյեկտիվ չի հաշվի առնելով մեր ծավալներն ու չափերը։ Բա դրա համար եմ ասում, Եվ ռեսուրսները ի վերջո։ Ռեսուրսները մեր ձեռն է։ 7-8 դար մենք չունենք պետություն, հետևաբար 700-800 տարի պատկերացրեք քանի սերունդ է փոխվել։ Նու ինչ որ թվի 20-25-30-ի բաժանեք, նայեք քանի սերունդ։ Դուք արդեն պատկերացնում եք, թե մենք մղոններով հեռացել ենք պետություն հասկանալու դա ինչ բան է։ Հեռացել ենք։ Նայեք մեր գործիչներին, իշխանական, ինդիմադիր, տպավորություն է, որ կոլխոզի ինչ որ բաժնի մասին է խոսքը։ Այդտենց մակարդակ է վերլուծական։ Կամ էլ ստեղից սկսում են մեծ փրթել։ Ռուսաստանը սա է ուզում, Չինաստանը, կարծես թե իրանք գտնվում են Ռուսաստանի այդ կայսերական գագաթի ներքո, կամ Չինաստանի կայսերական, կամ ԱՄՆ-ի, նենց են խոսում, գիտեք, այդ դուք երևի կիմանաք, պարբերաբար դուք եթե տաքսի նստում եք, դուք տեսել եք մի տաքսիստ, որը քաղաքականություն չգիտի, տնտեսությունից չգիտի, չեք տեսել, չէ՞։ Բոլորը վարչապետեր են, չէ՞։ Հայտնի սինդրոմով է։ Այո, այն նայեք, տաքսիստներ են այդ մեր քաղաքական գործիչները, գրեթե բոլորը։ Հասկանում եք։ Իսկ դուք զարմանում եք ինչի մեզ մոտ վիճակը է։ Սա փոխել հնարավոր է կամ մենակ ուժով։ Ու մի ճանապարհ մենք ունենք։ Ինչ պարագաներում դրսի լուրջ որևէ ուժեն կամ ուժի ուժային խմբեր հետաքրքրվեն Հայաստանում եւ իրենց ձեռնտու լինի, որ ստեղ լինի լուրջ պետություն։ Այդ ժամանակ ստեղ Հայաստանում այդ 2.5%-ից պակաս կամ Արծրուն Պեպանյանի ասած ազգակիր հայերը ինչ որ ձևով կոնսոլիդացվում են եւ դրսի ուժերի օգնությամբ վերցնում են իշխանությունը եւ սկսում են կառուցել լուրջ պետություն։ Տեսեք, երբ որ խոսում ենք դրսի ուժերի աջակցության մասին, շատ հաճախ քննադատություն է հնչում, թե մենք այդպես դառնալու ենք ֆորպոստ, թե մենք այդպես դառնալու ենք այս կամ այն պետության կցորդ։ Չեք վախենում, որ ձեզ էլ կմեղադրեն դրանում։ Ինձ ընդհանրապես եթե մեղադրում են մարդիկ, որոնք չունեն համակարգային մտածելակերպ եւ այլն, ես ուրախանում եմ։ Ուրեմն ես իրանց համար անհասկանալի բան եմ ասում, թող մեղադրեն։ Հիմա նայեք, իրականության մեջ, որ ասում են ֆորպոստ կամ ուրիշ ու վիրավորվում են, թող մեզ ասեն ֆորպոստ, բայց թող մենք մնանք, իսկ այսենց լոպաս ինքնասիրությամբ մենք շատ արագ չենք լինի որպես պետություն, իսկ հետո որպես էթնոս հայկական լեռնաշխարհում։ Մի մոռացեք, օրինակ
հաճախ ես մարդկանց մոտ ինչ եմ նկատում։ Պարոն Մեսրոպյան, դուք այդպես քննադատում եք, բայց հայերը 5000 տարի կան, ճիշտ է։ Հիմա նայեք ուշադիր։ 1890-ականներից Աբդուլ Համիդի ցեղասպանական գործողություններից ինչքան ժամանակ անցել մինչև հիմա 150 տարի էլ չի անցել, ճիշտ է։ 150 տարվա մեջ մենք 95% ավել 95%-ից ավել մեր էթնիկ բնակեցման վայրերից ոչնչացվել վերընդվել ենք։ Այսինքն վերջի 130-140 տարվա մեջ մենք արագ վերանում ենք։ Այն 5000 տարիով դրա բանը դամքաշություն են անում, այդ իրանց մեղքը, իրանց վիզը։ Մենք վերջի 120-130 տարում մեջ կայծակնային արագությամբ մեր բնակեցման վայրերը կրճատվում են։ Մնացելը Հայաստանի Հանրապետությունը։ Արցախն էլ մեր աչքի առաջ կորցրինք։ Այսինքն շարունակվում արագ։ Ես այդ որ 5000 տարի մենք կանք, ուրեմն այդ մարդիկ երևում է որ համակարգային մտածելակերպ չունեն։ Այն պատմության մեջ վերջի 120-30 տարվա մեջ մենք կայծակնային արագությամբ վերանում։ Հիմա դա հնարավոր է կասեցնել, որովհետև ձեր մեկ այլ գրառման մեջ, ես ուզում եմ նաև մեջ բերել, ասում եք հայը չի ընկալում իրեն սպառնացող մահացու վտանգը, ինչքան աճում է հայոց գոյությանը սպառնացող վտանգը մեր տարածաշրջանում, այնքան ինքն էլ ավելի ոչ ադեկվատ է իրեն պահում, այս իմաստով արդեն 100%-ով պարզ է, թե ինչու եւ ինչպես եղավ 1915 թվականի ցեղասպանությունը։ Նախ ինչ վտանգ եք տեսնում եւ արդյոք հենց այդ վտանգի մասին էիք ասում եւ սա կանխելու, կասեցնելու, այդ ընթացքը կասեցնելու ճանապարհը։ Նայեք, բերեմ օրինակ, ես ընդհանրապես իմ կարծիքը երբեք չեմ ասում։ Ես փորձագետ եմ կառավարման, ես ասում եմ իրողությունը։ Կարծիքները լիքը խոսակ մեկնաբաններ կան, քաղաքական գործիչներ, որոնց համար լեզու թափ տալը իրաց փեշակն է։ Հիմա նայեք, Երևանի կենտրոնում ենք, չէ՞։ Ինչքան շինարարություն է գտնում, շատ չէ։ Առանձնատներ, էլիտար բնակարաններ եւ այլն, անշարժ գույքը կառուցվում է։ Եթե կառուցվում է, ուրեմն կան ներդրումներ։ Բացի դրանից հայությունը լավվել իրար վրա իրար հերջ տալով այդ անշարժ գույքը, այսինքն առանձնատները եւ բնակարանները առնում են, ճիշտ է։ Թերևս, եթե կառուցվում է, ուրեմն այո, պահանջարկ կա։ Քանի որ ես բացական կողմեր ունեմ, մեկը որ մի քիչ կարդում եմ ու մի քիչ շատ բան գիտեմ։ Ուրեմն տնտեսագիտության մեջ ինչ որ տարածք, եթե վտանգված է, այնտեղ ներդրումներ չեն կարող լինել։ Իսկ գնել կամ կառուցել անշարժ գույքը դա ներդրում է, որով ոչ կարճաժամկետ։ Դա դախլա Pepsi Cola վաճառելու սեղանիկ չէ։ Շենք, շինություն եւ այլն։ Դրա համար, այսինքն այն եւ կառուցողները եւ գնողները Աստծո կամոք զգում են, որ կարան երկարատև ներդրումներ անեն մի տարածքում, որը կրճատվում է շատ արագ, որը խոսացել են։ Այսինքն անվտանգության լուրջ խնդիրներ ունի։ Պարոն Մեսրոպյան, հիմա սա այդ երևույթը չի հակասում ձեր ասածին։ Չէ, մի րոպե։ Ահա։ Իմ միտքս ավարտեմ, կարող է չհակասի։ Հիմա նայեք, տնտեսագիտությունը ասում է, որ ներդրումները որպեսզի լինեն, պետք է լինի կայունություն։ Իսկ մեզ մոտ ներդրումները նույն տների պահով լինում են, երբ վտանգված է եւ մեր աչքի առաջ մենք շարունակում ենք հողետ տալ, որի վրա այդ անշարժ գույքն է։ Հիմա կարող եք ինձ ասել հայը ադեկվատ է, չէ՞։
տնտեսագիտության մեջ ցենց հիմար ֆենոմեններ չեն լինում։ Իսկ միգուցե պարզապես նրանք, ովքեր ներդրումներ են կատարում, ովքեր գնում են եւ ովքեր կառուցում են այդ բնակարանները, հակառակի մասին տեղեկություններ ունեն եւ հակառակի մասին ակնկալիքներ ունեն, պարոն Մեսրոպյան։ Ես այդ հակառակի մասին կարծիք ունեցողներին մի հատ առաջարկ ունեմ։ Եթե իրանք այդքան վստահ են իրանց ասածի վրա, թող կազմակերպեն զբոսաշրջություն երկու քաղաք՝ Բաքու, Թբիլիսի։ Ու նայեք, թե Բաքվի եւ Թբիլիսիում ինչքան շենքեր կառուցել են հայերը։ Շատ, չէ՞։ Այո։ Բաքուն ումնա։ Դե ադեկեջը։ Իսկ Թբիլիսին Վրացիների։ ես պատասխանեցի ձեր հարցին պատասխանեցի, որ ասի կան մարդիկ, որոնք ուրիշ կան։ Այնտեղ երկու քաղաք՝ Բաքու, Թբիլիսի։ Վերջերս էլի տվեցինք Շուշի։ Ձեզ հիշացնում ա դա, սա էլ մենք տվեցինք, ճիշտ է։ Այդ տվողները, այդ են մարդիկն են, որ այդ օրինակները չեն տեսնում, որ ես ասում եմ։ Պարոն Մեսրոպյան, այդուհանդերձ ասում եք արտաքին ուժերը պետք է միգուցե շահագրգիռ լինեն, որպեսզի պետությունը կարողանան։ Ես ասում եմ այդ դեպքում մենք ունենք շանս։ Եթե չունենք, եթե չեն լինի այդ ուժեր, մենք շանս չունենք։ Իսկ կարող են լինել եւ որոնք կարող են լինել ձեր կարծիքով այդ ուժերը։ Հիմա նայեք։ Իհարկե կարող են լինել շատ պարզ պատճառով, որ հայկական լեռնաշխարհը աշխարհում ամենակարևորագույն ռազմավարական իմաստներով տարածքն է։ Կարևորագույններից մեկը, լավ, ավելի համեստ ասեմ, որովհետև եթե դուք նայեք հայկական լեռնաշխարհը, խաչը հյուսիս հարավ, արևմուտք արևելք։ Այսինքն բոլոր իմաստներով այդ կարևորագույն տարածքներից մեկը։ Աստծո կամոք այնտեղ ապրում էին, հատուկ եմ ասում էին, որտեղ վերջի 120-130 տարվա մեջ 95%-ից ավել արդեն չեն ապրում այդ տարածքում ու շարունակում են չապրել։ Վերջերս 4.4 հազար քառակուսի կիլոմետր ամփառունակ տվեցինք Արցախի հանրապետության, այսինքն շարունակում ենք չապրել։ Բնական է, բայց քանի որ դեռ մի քիչ հայերը մնացել են մի քանի տոկոսի վրա, բնական է, որ զորեղ ուժերը, կայսրական ուժերին պետք է գալու այդ տարածքը։ Դե օրինակ անգլո-սաքսոնական ուժերին նաև դուք եք ասել, այդ տարածքը պետք է եւ իրենք ամեն կերպ թուրանական ծրագրով նաև դուք եք այդ մասին խոսում, փորձում են վերցնել այդ տարածքը, բայց իրենց հարկավոր է մեր տարածքը առանց հայերիս։ Հիմա կա այդպիսի երկիր կամ պետություն, որին պետք է հայերը Հայաստանը հայերով։ Հայաստանում շատ են, չէ, հակառուսական գրանտալապներ։ Ճիշտ է։ Ես իրանց գրեթե բոլորին անձամբ գիտեմ, դրա համար իրանք կարող են չլսեն այդ չանեն, որտեղ բացի անփաստարկ եւ կոռեկտ բաված չունենալով իրանց հետ ոչ ուզում եմ շփվել, ասում եմ առավել ևս որ շատերին անձամբ գիտեմ ու վաղուց։ 19-րդ դարում Անգլիան ֆիզիկապես հետաքրքրություններով մտավ այդ տարածաշրջան, Ադրբեջան։ Նույն ժամանակ Ադրբեջան հասկացողություն չկար, այսօրվա Ադրբեջանի։
շարժառիթներից մեկը եղել էր նավթը։ British Petroleum գիտեք, չէ՞, այդպես անգլոսաքսոնական ամենամեծ շահառուներից մեկը British Petroleum։ Ում զորքեր էին կանգնած այն ժամանակվա իսկ հիմա ադրբեջանական տարածքում առաջի համաշխարհայինի ժամանակ։ Ոչ, անգլիական, այո, եւ նրանց դիմակայում է ռուսականը։ Այո։ Դե ռուսականը այդ 500 տարի ռուսական կայսրությունը կյանքի ու մայի պատերազմա մղում անգլոսաքսոնական կայսրության դեմ։ Այս մեր գրանտալապները, որ ռուսների դեմ են դնում, դրանք անգլոսաքսոնիայի վարձկաններ են։ Պարզ է։ Հիմա ասեք, լավ։ Այո, չէ, լավ, շարունակեք։ Ես ուղղակի ուզում եի հասնել Ռուսաստանը հիմա էլ շահագրգիռ պետք է լինի, որովհետև բոլորովին վերջերս լսեցինք Մարիա Զախարովայի հայտարարությունը առայն, որ փորձելու են էլ ավելի ընդլայնել համագործակցությունը Ադրբեջանի հետ եւ այլն։ Նայեք, մեր խնդիրը գիտեք ինչու՞մն է։ Ռուսաստանի մասին, Ամերիկայի մասին, անգամ Թուրքիայի մասին, Չինաստանի մասին մենք մտածում ենք օգտագործելով գավառամտությունը։ Գավառամտություն այդ բոլոր քաղաքական գործիչներին ասում եմ կարդացեք այդ բառը ինչա նշանակում, այդ եզրույթը։ Հիմա կայսերական մտածելակերպը դա այլ է։ Մենք գավառական մտածելակերպով մեկնաբանում ենք Օսմանյան կայսրությունը, չինական կայսրությունը, անգլոսաքսոնական կայսրությունը, ռուսական կայսրությունը։ Ու ես երբեք չեմ ասում, որ ես կողմ եմ կամ դեմ եմ կայսրություններին։ Կայսրությունը դա օբյեկտիվ իրականությունն է։ Օբյեկտիվ իրականությունը դա այն է, ինչով զբաղվում է կառավարման փորձագետը։ Մնացածները, լրագրողները, գրանտալապները, քաղաքական կուսակցական գործիչները։ Միայն լրագրողներին մի շարքում մի դրեք էլի։ Դնում են։ Ինչու՞։ Դե գիտեք ինչ, 2018 թվին հիշում եք լրագրողները ինչ ոգևորված ռեպորտաժներ են վարում։ Կային լրագրողներ, որ այո, եւ կային լրագրողներ, որ ոչ։ Այդ 2.5%-ից քիչ բան է։ Այդ համամասնությունը ամենտեղ մնում է, եւ լրագրողները, եւ քաղաքական գործիչները, եւ համրությունը, այդ 2.5%-ին չի մտնում։ 98%-ը դա են որակը չի 97.5%-ը։ Հիմա կայսրական հոգեբանությունը այլ է, օրինակ հիշում եք ժամանակին ստեղ մի քանի սուպեր հայրենասեր, որ հիմա մկանցակը 10 թումանով են առել, որ վրթովվել էին, որ ինչ-որ մեկ ասել էր մեզ ֆորպոստ։ Իրանք բնական անգրագետ են, թող ես չեմ բացատրի այդ ինչա, թող վերցնեն, մտնեն Google կամ արհեստական ինտելեկտին դեմեն, ինտելեկտը իր դոտ գլխի մեջ մտցնի ինչա նշանակում ֆորպոստ։ Եղավ։ Շատ լավ, պարոն Մեսրոպյան, դուք անխնա քննադատում եք այս իշխանություններին եւ չեք քննադատում։ Օրինակ ասեմ, նայ։ Որ հարցում ես այս իշխանություններից շնորհակալ եմ։ Որ հարցում։ Իրենց հաջողվեց պատրել կեղծավոր հայի դիմակ։ Այդ որ ասում են լյուստրացիա պետք է լինի, այդ լյուստրացիան ամեն դեպքում եղել է։ Այդ մարդիկ, չնայած իրանց էլ շատերին գիտեմ, եւ իմ կարծիքը իրանց մասին բոլորը գիտեն, բայց մի հարցում ես շնորհակալ եմ։ Այ հիմա
բոլորը տեսան, թե մենք ինչ որակներ ունենք։ Եկեք ծուռ նստենք, շիտակ խոսանք։ Սա ենք մենք։ Ու թող անգամ թուրքերին չմեղադրեն։ Հասկանում եք։ Միջնադարում, երբ թուրք այսօրվա իմաստով գոյություն չուներ, ում հանձնին անի քաղաքը, թուրք չկար, ռուս չկար, 5-րդ դար գնանք, Մովսես Խորենացու հայկական պատմությունը, վերջի հատվածը, ողբը, թող կարդան, ում մասին է գրում Մովսես Խորենացին, ում մասին է գրում Հովհաննես Թումանյանը իր նամակում Ավետիք Իսահակյանին 1921 թվին, մենք ենք հանձնել Հայաստանը և դա է ճշմարտությունը, շատերը անպիտան և այլ, նույն բանը ինչ ասում էր Մովսես Խորենացին 5-րդ դարում, հիմա որ մեկ-մեկ այդ սուտ հարեդասիրներ, լոպաս ելույթ են ունենում, Մովսես Խորենացի չեն կարդում, Ղազարոս Աղայան, Նարդոս, Ռաֆին ինչ գրեր, մի հատ թող կարդան, մենք մեր մասին, այս է, հիմա նոր ուժերը եկան և ասեցին կարդացեք հայ մեծերին։ Դե հիմա իրենք էլ ասում են պետք է նոր հայի կերպար ստեղծենք, նոր իրական Հայաստանի մասին մտածենք, արատներ ունենք, որի մասին դուք նույնպես խոսում եք, այդ արատների խնդիրների լուծումները գտնենք, այդպես չի, տարբեր բաներ են ասում, հիմա դուք տեսնում եք այդ իրական Հայաստանը, որն է լինում։ Ուրեմն նայեք, ես հատուկ ասեցի, որ 2018 թվականին եղել է գունավոր հեղափոխություն։ Գունավոր հեղափոխության մշակողը անգլո-սաքսոնական կայսրությունն է։ Դրա մասին բազմիցս խոսացել եմ ապայծություններով և այլն։ Այսինքն 2018 թվին անգլո-սաքսերը գրանտալապների միջոցով եկան ոչ ուղղակի հաճախ, ոչ ուղղակի ասեմ, ստեղ հանգարց չսկսեն անվանական մեղադրանքներ, եթե չգիտեն ոչ ուղղակի ինչա նշանակում է, դեռ կբացատրեմ։ Հիմա, բայց մի բան 100% իրենք հասան, Հայաստանը անգլո-սաքսոնական բանի տակ է, հովանու տակ է, ազդեցության տակ է, հասկանում եք։ Հիմա այն ինչ կատարվել է 2018 թվականին, այդ ընթացքում, գունավոր հեղափոխության ընթացքում, բոլորը իրենց դեմքերը ցույց են տվել։ Ցույց է տվել և ժողովուրդը իրենց դեմքերը, որ 2018-ի ապրիլին, երբ բանի տեղ չդնեց, որ այս հարթակ բարձրացավ Արցախի չէ, Քարորիա պատերազմի հերոս Աբաջանի կեղծ հայրը, պապիկը, հասկանում եք, ես այն ժամանակ, ես արդեն հասկացա, առաջի շնորհակալությունը ասցի այս նոր ուժերին, որոնք գալիս էին դեռ իշխանության, որտեղ այդ ուժերը հենց այդ առաջի սիգնալնի քայլով փաստորեն ցույց տվեցին հավաքվածների գոնե իրական դեպքը։ Այդ դեղի մենակ այդ կեղծ պապիկի, եթե մի քիչ հայը իմաստուն լիներ, կիմանար այդ 18-ին ինքը պետք է տեսներ Արցախի ոչնչացում, այդ անբարոյական պահվածքի համար ժողովրդի։ Պարոն Մեսրոպյան, ուզում եմ հասկանալ, իշխանության փոփոխությունը կարող է բոլոր այն խնդիրները, որոնց մասին դուք խոսում եք, բարձրաձայնում եք, այդ խնդիրները լուծել, կամ այդ խնդիրները, կամ այդ կործանումը, որի մասին դուք խոսում եք, իշխանափոխությունը կարող է
որևէ կերպ կասեցնել դա, որովհետև հիմա այսպես տպավորություն է, որ գործող իշխանության վարկանիշը եւ այսպես հետևորդների քանակը անշեղորեն կարծես թե նվազում է։ Գոնե հարցումներն դա են վկայում։ Լավ, երազելը կարող եք երազել 2021 թվականի հունիսի 20-ին ում ընտրեցին, տվեցին ձայնը, նրանց, ովքեր ստորագրեցին կապիտուլյացիան, վերջ, այդ մնացած լոլոները, խնդրում եմ, ես փորձագետ եմ, ես քաղաքական գործիչ չեմ, ես գրանտալապ վերլուծաբան չեմ, ես կառավարման փորձագետ եմ, այդ սրտաճմլիկ բաներ ինձ մի ասեք, խնդրում եմ։ Շատ լավ, իշխանափոխությունը որևէ բան կփոխի։ Ես ինչի բերեցի 21 թվականի օրինակը։ Ընտրվեցին նրանք, ով ստորագրեցին կապիտուլյացիան։ Ինձ թվում է, ես ձեր հարցին պատասխանում։ Չէ, ուզում եմ բացեք փակագծերը։ Հա, չէ, լուրջ, 2026-ի համար 21-ը հասկանում եմ, պարոն Մեսրոպյան։ Հիմա 26 է, այո։ Ուրեմն նայեք, 21 թվականի փետրվարին մի հատ նայեք իմ ելույթները, եկեք Facebook, կարդացեք իմ ստատուսները, երբ ստեղ անդիմադիր գործիչները ոգևորվել էին, երբ իշխանությունը ասեց գնում ենք արտահերտ ընտրությունների։ Բոլորը հուզվել էին, այսպես սրտաճմլիկ բաներ են ասում, հիմա չարի վերջը կլինի, վերջը բոլոր թվում է հասուն լուրջ քաղաքական գործիչներ են, որում այդ մեր դժբախտությունը նրանում է, որ մենք չունենք պետական գործիչներ, մեզ մոտ առավելագույնս քաղաքական գործիչներ։ Ուրեմն փետրվարին 21 թվականի զգուշացնում է մի ջարդեք փողոցում ընթացող պայքարը ձեր մանկամիտ սպասումներով արտահերտ ընտրություններով։ Ինչ եղավ։ Մեր վերնախավը վատ տեսնողներին ցույց եմ տալիս։ Մեր վերնախավը ընտրեց արտահերտ ընտրությունները։ Ոչ միայն ես, բայց ես գոռում գոչում էի մի արեք գետնի վրա գնում է արդեն ընդվզումը։ Դուք բանը գազարը, կախած գազարն եք փոխում մարդկանց դեմը։ Չլսեցին, գնացին, մի հատ լավ քթներին ստացան 21 թվականի հունիսի 20-ին։ Հիմա նստած 26 թվականի հերթական մենք սիրում ենք, չէ, սերիալներ նայենք։ Մեզ մոտ մի հատ շատ սիրված սերիալ կա, ընտրություններ։ Հիմա հերթական սերիա է գալիս։ Այսինքն դա նշանակում է, որ այսօր մայիսը, չէ, մի տարի դեռ այսօրվա իշխանությունները հանգիստ մինիմում կարան լինեն։ Դե իմպիչմենտի գործընթաց են առաջարկում անել այդ դեպքում։ Անվստահություն հայտնել գործով։ Ես իմպորտնի խոսքեր չեմ հասկանում։ Անվստահության գործընթաց սկսել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Իրանք մաթեմատիկա անցել են։ Թերևս։ Իսկ ավելի պրիմիտիվ թվաբանությունն անցել են։ Իրանք կարող են երևի 2 գումարած 3 դա 5-ը, ոչ թե 6, 7, ծայրահեղ դեպքում 8։ Ներկա իշխանությունները քանի ձայն ունի պատգամավորական ազգային ժողով։ Ճնշող մեծամասնություն եւ այնքան, որ բավարար է Ես չբացատրեցի, շարունակեմ։
Դելի Դե ասում են, հերթական տեսեք, հեքիաթ ասում կլինի, են կարող է փողոցային մարդիկ ճնշում է լինելու, փողոցային ճնշում պիտի լինի, որով պետք է հաջողեն հասնել ստորագրությունների։ Հա, իհարկե։ Յո, այդքան խելք արդեն հավաքում, հա։ Ուրեմն ես դրա մասին ես եմ մի քանի անգամ ասել։ Բերեմ օրինակ 1990 թվականին ոնց ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը ազգային ժողովի խոսնակ, ոնց փողոցի ճնշմամբ, գնանք առաջ, 2018 թվականին հանրապետական դաշնակցականները եւ ինչի ընտրեցին Նիկոլ Փաշինյանին դեկտեմբերին ընտրություններին 2018 թվական դրսի փողոցի ճնշմամբ ճիշտ են անում, բայց մեր ընդդիմադիրների պահվածքը եւ այդ ընտրությունների խաղալիքները ամեն անգամ ծածանելով չի լինի սենց փողոցային ընդվզում, հասկանում եք, եթե հիմա իրանք impeachment են անում, ուրեմն նախ հիմա թվականակով պատգամավորների ընդհանրապես հեռու են մոտենալ impeachment-ի, հետներ փողոցում չկա ընդվզում։ Հիմա այդ հեքիաթ գրածների խոսքերը ու քայլերը մեկնաբան են։ Տեսեք, պարոն Մեսրոպյան, շատ հաճախ ասում են, որ փողոցում հավաքվելու կամ հավաքվողների ծավալը կամ քանակը բավարար չի լինում հաճախ։ Օրինակ վերջինս Սրբազան պայքարի դեպքն է։ Այ ինչու։ Եվ արդյոք հիմա եթե սկսվի, այդ ծավալը կամ քանակը հնարավոր կլինի ապահովել։ Եթե չեն կարող դա ապահովել, ինչու այսօրվա իշխանություններին 2018-ին հավաքել ռոմանտիկ ֆանտաստիկա ու սիրիալ սիրող ազգը, ոնց կարողացան։ Հիշում եք, չէ, 2018 թվականին, ուրեմն ուսանողներին ասում էին մի արեք այդպես, մտածեք, գիտեք ինձ ինչ էին ասում, պարոն Մեսրոպյան, դուք ոնց էր աշխարհից հետ եք ընկել, ինչ որ տենց բան, հա, գոհեն, հետո ընդ որում ասցի, բայց որ տեսա ուսանողները ինչ էին լսում, ասի չսխալվեք ինձ մի ձևի կապնվեք հետս, երբ կհասկանաք ում հետևից եք սենց ուրախ գնում, ու ասի հիշեք, են խորովածները, որ դուք անում եք, դա Արցախի մատաղն է, ես հրապարակավ եմ ասել, մատաղ արեցին, հայը Արցախի մատաղն է արել, հիմա ու այդ 44-օրյա պատերազմից հետո մի քանի հոգի մեսենջերով հեռախոսով հետս կապնվում էին։ Ես կարծում եմ իրենք մինչև հիմա հիշում են պատասխան։ Պարոն Մեսրոպյան, հիմա հնարավոր է հավաքել այդ զանգվածը, ինչու եմ հարցնում, որովհետև այս պահին մենք տեսնում ենք այսպես լոկալ տարբեր խմբերի ընդվզումներ, հասկանալի է, որ մարդիկ ավելի, տեսեք, տնտեսվարողներն են, ես վստահ եմ ձեր պատասխանը կարող եմ կանխորոշել, բայց այդուհանդերձ տարբեր խմբեր հիասթափություն ունեն այդ ուժերից 2018 թվականին իշխանության եկած ուժերից որոշակի հիասթափություն է հնարավոր է իրենց բոլորին համախմբել այդ ուժերը մի երկու հատ թուլափայ կտան այդ ընդվզողները նույն վարքյան կսսկվեն լավ էլի լուրջ մի վերաբերվեք լսել եք չէ որտեղ հաց այնտեղ կաց ով ասել հայը ես էլ հային միտքը շարունակում եմ ուրեմն հայը ասում է որտեղ հաց այնտեղ կաց ես էլ ասում եմ իսկ որտեղ կաց այնտեղ լաց 2020 թվականի նոյեմբերի 9
Գալով ձեր ծրագրին արդեն տևական ժամանակ մշակում եք այդ ծրագիրը եւ հայոց երկիր ռազմավարական ծրագրի մասին է խոսքը։ Ես ուզում եմ հարցնել, դուք քաղաքական ուժերի հետ կամ որևէ մեկի հետ քննարկում եք այս ծրագրի ռազմավարական ծրագրի իրագործման դրույթները, այսինքն ծրագիրը մշակելը բավական տևական ժամանակ ձեզնից խլեց, հիմա դրա իրագործման ուղիներ տեսնում եք։ Նայեք, շատ վերջի հարցը բոլորից շատ դուր եկավ։ Ուրեմն նայեք, 20 թվականի ու իմիջիալոց 88 թվականից բոլոր երևացող դեմքերի հետ ես առաջի օրվանից ակտիվ էի Արցախյան շարժման։ Մոտենում է, ասում էի, սովետը քանդվելու է, եկեք մասնագետներով հավաքվենք, ապագա պետության ռազմավարական ծրագիր գրենք։ Բոլորի պատասխանը մեկ է։ Ժամանակը չի։ Այո։ Այո։ Մեկ դուք ես չբացի, դուք հայկական պատասխան տվեք։ 20 թվականի հուլիսին արդեն տեղս էր, ես հավաքեցի խումբ ու մենք սկսեցինք մշակել։ Հիմա մենք վերջնական, չնայած նախնական տարբերակը ծրագիրը 2 տարուց հետո եղավ, իսկ վերջնական տարբերակը այս շաբաթ ավարտելու ենք 7-րդ բաժնի վերջնական տարբերակը 10 բաժնից ու մոտենում ենք ավարտել։ Այդ ծրագիրը, որ մենք անում ենք, ընդ որում ասեմ, հիմա ամեն մի կիսա անգրագետ, բայց լուրջ դեմքով, վեհ բառեր ասելով խոսում է ծրագրերից։ Ես, քանի որ ես դրա պրոֆեսիոնալն եմ, համաձայն իմ փորձի եւ իմ կրթության։ Ուրեմն այդ ծրագրեր, որ ասել են, լավագույն դեպքում դա ծրագրեր չեն, այլ թամադաների, կենացների ժողովածու։ Պետք է սա անել։ Ես մի քանի անգամ ԶԼՄ-ներով ելույթ եմ ունեցել, ասել եմ, ինչա նշանակում ծրագիր։ Ամեն մի խելոք միտք ծրագիր չի, ինչ պետք է անել ծրագիր չի։ Ոչ միտեղ որպես կանոն չկա ինչպես, իսկ եթե կա, այդ փախած անիրականանելի, այսինքն մեխանիզմ չունեն։ Հիմա այդ ծրագիրը, ասում եմ, 7-րդ բաժինը այս շաբաթ օրը, այսինքն վաղը, մենք ավարտում ենք, այդ փուլը անցնելու է 8-րդ։ Հիմա մենք այսօր այդ ծրագիրը առաջի անգամ, իդեպ եւ առաջի հանրապետությունը, եւ երրորդ հանրապետությունը ծրագիր չուներ, մինչեւ այդ 7-8 դար պետություն չուներ, ծրագիր չունենք, այսինքն մեզ համար ծրագիրը խորթ հասկացողություն։ Հիմա դուք լավ հարց եք տալիս, բայց ընդվզող քաղաքական գործիչները ուր են, ինչի չեն մոտենում, ասեմ, մեզ մոտ այդ 5 տարի, որ մենք մշակում ենք, մի հատ փուլ կար, փորձագիտական փուլ, մենք տարբեր մարդկանց հրավիրել ենք այս կամ այն ծրագրի այս կամ այն բաժնի փորձազնման, ընդ որում եւ Սփյուռքից եւ Հայաստանից տարբեր անվանի մարդկանց, չեմ ուզում անունները տամ, որտեւ իրանց մասին եւս իրանք ապացուցեցին, որ ես ճիշտ եմ, որ իրանց մասին բարձր կարծիք չունեմ։ Այո, հիմա նայեք, ինչա պետք, որ Հայաստանը փրկել։ Պետք է, որ առողջ ուժերը հիմա չմտածեք այդ 2.5%-ը ծիծաղելի բաներ եմ ուսում, առողջ ուժերը պետք է միանան, ունենան ծրագիր, որտեղ եթե իրենց ասցին ինչ ձևով կան իշխանության, իմանան ոնց երկիրը այն աշխարհից հետ բերենք այս աշխարհը։ Օրինակ, ինձ հիմա այս վերջի
շարժումների ժամանակ ասում էին ծրագիր ունեն։ Ինչ նայել եմ այդ չգիտեմ, կարելի է ասել, որ դա ծրագիր է հումորային հաղորդման ժամանակ, ես չեմ ասի։ Հիմա այդ ծրագիրը իրոք հասնում է իր վերջնակետին։ Մենք այնուամենայնիվ շարունակում ենք տարբեր մարդկանց հետ շփվել, որպեսզի նայենք ինչքանով են իրանք հետաքրքրված, ինչքանով ոչ, եւ ըստ այնմ շուտով երևի կես տարուց մենք կկողորոշվենք։ Բայց օրինակ նույն Facebook-ում իմ էջից հաճախ ծրագրային դրույթներ եմ դնում, դե իմ էջից բանը մաքսիմումի վրա է 5000 ընկեր ունեմ։ Բայց մենք ունենք Facebook-ում հայոց երկիր ռազմավարական ծրագիր առանձին կայք։ Այնտեղ այդ ծրագրին վերաբերվող նյութերը մենք դնում ենք այդ կայքում։ Վերցնեն, տա եթե մնացել են տարաճանաչներ, թող վերցնեն, գոնե կարդան իմանան, որ սենց բան է կատարվում։ Պարոն Մեսրոպյան, ես իհարկե վստահ եմ, որ մի հաղորդման մեջ կամ նույնիսկ այդ հաղորդման առավել եւս մի փոքր հատվածում հնարավոր չի ասել ամբողջ ծրագիրը բացել, բայց ինչ Հայաստան ունենալու մղումով եք այդ ծրագիրը Շատ կարճ պատասխանեմ, նորից շատ հաջող հարց։ Ուրեմն ծրագրի նպատակը միակն է։ Կարճ ասեմ, Հայաստանը սարքել կառավարման սուբյեկտ, որովհետև մենք կառավարման օբյեկտ ենք, ինչպես նաև Ուկրաինան, եւ շատ քիչ պետություններ կարող են համբգնել լինելու կառավարման օբյեկտ։ Այսինքն երբ ներսից է կառավարվում երկիրը, ոչ թե դրսից։ Ապրիկ, մալադես, դուք կառավարման մասնագետ եք։ Շնորհակալ եմ, պարոն Մեսրոպյան։ Հիշեցնեմ, զրուցում էի կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանի հետ, ցտեսություն։